ապահովման համար խնդրահարույց եւ ահա այս որոշմամբ մենք ապահովում ենք նաեւ բջնի ամրոց ստանող ճանապարհի հիմնանորոգումը, այսքան մանրամասն պատմեցի, ինչի համար նաեւ մեր ներքին եւ ներգնա զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելու այս զբոսաշրջային շատ կարևոր ուղղության վրա, որովհետեւ իսկապես այնտեղ տեսնելու, զգալու, ապրելու բան կա բջնիում, որը մեր պատմության շատ կարևոր կետերից է եւ իհարկե բջնի մասին էլ եւ բջնի ամրոցի մասին էլ եւ իրադարձությունների մասին էլ շատ բան կարելի է կարդալ եւ սա հույս ունեմ, որ այնտեղ, որը իհարկե զբոսաշրջային հոսքերը հույս ունեմ եւ համոզված եմ նաեւ բջնիում տնտեսական նոր ակտիվություն կբերի։ Հաջորդը Տավուշի մարզում Նավոր գյուղից Չինչինով դեպի Վարագավան Տավուշ գնացող ավտոճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, այստեղ աշխատանքները սկսել են 2024 թվականին եւ նախատեսվում է ավարտը 2025 թվականին։ Հարգելի գործընկերներ, սա էլ այն դեպքերից է, որ Չինչին գյուղը շատ հայտնի գյուղ է, այսինքն անունը բազմաթիվ անգամ հնչած եւ ինձ համար մեծ անակնկալ էր, որ Չինչին գյուղը իր պատմության ընթացքում ասֆալտապատ ճանապարհ երբեք չի ունեցել, պարոն մարզպետ, ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Այսինքն պատկերացրեք, գյուղը իր պատմության ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել եւ հիմա արդեն ունի մասամբ, որովհետեւ դեպի Վազաշեն Պառավաքար Բերդ ճանապարհի կողմից արդեն պատրաստ է, թե հակառակ կողմից է պատրաստ։ Վերջը ասֆալտապատման աշխատանքները ըստ էության համարյա ամբողջությամբ արվել են։ Հարժեսի ներկայացուցիչների հետ շփվելուց հասկացա, որ ըստ էության համարյա ասֆալտապատման մասը գոնե մի շերտով արված է եւ մարդիկ օգտագործում են եւ գոհունակություն զգացի։ Իհարկե պետք է ամբողջությամբ ավարտվի M6 ավտոճանապարհից Լոռու մարզում դեպի Աթան գնացող 27 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգում։ Աշխատանքները ավարտված են 2025 թվականին, աշխատանքները սկսված են 2023 թվականին եւ ճանապարհի մի հատվածի մասը իրականացված է, այստեղ էլ մենք էլի խնդիրների ենք հանդիպել տեխնիկական, նախագծային, կապված խողովակների եւ այլնի հետ, բայց ուզում եմ հիշեցնել նաեւ, որ այս ճանապարհը նույնպես եւ զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնելու նպատակ ունի եւ մենք հեռահար նպատակ ունենք, որպեսզի այս ճանապարհը շարունակվի հետագայում դեպի Տավուշի մարզի Ենոքավան գյուղ, Տավուշի մարզի Ենոքավանից դեպի Տավուշի մարզի նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան գյուղի մոտ է, եթե չեմ սխալվում, դուրս գալիս, այսինքն պատկերացրեք, մի հատ նոր բացարձակապես նոր մայրուղի է ստեղծվում Հայաստանում, որը եւ տնտեսական եւ զբոսաշրջային շատ էական նշանակություն է ունենալու։ Տրանսպորտային օբյեկտներ, նոր հաճնի կամուրջի վերանորոգում, էլի շատ քննարկված հարց։ Հիմա կամուրջը բաց է, բայց աշխատանքները ավարտված չեն եւ ավարտը կլինի 2025 թվականին։ Լոռու մարզում M6 ավտոճանապարհը Աղթալա բնակավայրի հետ կապող երկրորդ կամրջի կառուցում։ Սա մեր մետաղական կամրջի երկրորդը,
Եվ հարգելի գործընկերներ, հիշում եք, որ երբ որ ջրհեղեղը եղավ, մենք այնտեղ խնդիր ունեինք ժամանակավոր կամուրջ տեղադրելու եւ ժամանակավոր կամուրջ ձեռք բերեցինք Իրանի Իսլամական Հանրապետությունից, եթե չեմ սխալվում, եւ վերջերս այցի ընթացքում ես այցելեցի եւ անկեղծ ասած այդ կամուրջը տենց առանձնապես ժամանակավորի տպավորություն չի թողնում եւ պետք է ասել, որ իր տեսքն էլ բավականին լավ է։ Ես հիշում եք, որ ասում էի, որ այդ ավերված կամուրջների փոխարեն կոլորիտին համապատասխանող կամուրջներ նախագծենք, կառուցենք, ինչը կարելի է ունենալ, բայց տեղում այդ կամուրջը տեսնելով, որը հիմա միակողմանի է աշխատում, այսինքն երկու մեքենա չեն կարող անցնել, ուղղակի տեղում համոզվեցինք, որ եթե կողքը այդ կամուրջից եւս մեկը դնենք, դա շատ երկար կծառայի եւ մենք առնվազն շատ երկար հանգիստ նախագծելու, այլ տարբերակներ մտածելու ժամանակ կունենանք։ Ընդ որում, ես չգիտեմ, այս ցանկում մենք ունենք, թե չունենք գանձակարի ծակարի հետ կապված որևէ որոշում, բայց նաև գանձակարի ծակարում, որը էլի ըստ ամենայնի այս տարի կավարտվի, այդ ճանապարհի վրա մենք պատմամշակութային հուշարձան կամուրջ ունենք եւ այնտեղ նաև նոր կամուրջ կառուցելու խնդիր կար եւ այդ օրերին էր, որ ես այցելեցի նաև այդտեղ եւ եկա այն համոզման, որ անտառի մեջ մենք ավելի, այսպես ասած, eco-friendly բառը տենց է չենք կարեցել հայերեն թարգմանենք, էկո բարենպաստ բարենպաստ լուծում կարող են գտնել եւ այդ նույն կամուրջից երկու հատ դնել այնտեղ, ինչու, որովհետեւ անտառի մեջ եթե մենք կապիտալ շինարարություն անենք, մեծ շինհրապարակ ենք բացելու եւ իսկ այս տարբերակով մինիմալ բաներով, մինիմալ թվով ծառերի կարող է պարզվի նույնիսկ ծառ վնասելու բան չկա, անհրաժեշտություն չկա եւ այդ կամուրջներն իրենք կներգրվեն եւ հին կամուրջին եւ շրջակա միջավայրին։ Ունեք լրացուցիչ։ Վարչապետ, այդ մասով արդեն հանձնարարական կա, մենք աշխատում ենք իրանական կողմի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, անցել ենք արդեն ժամկետների կատարման շրջանում ենք։ Շատ լավ։ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգում, որը հիմա ընթացքի մեջ է, եւ իհարկե աշխատանքներն իրականացնելու տեխնիկական հսկողության ֆինանսավորումը նույնպես այս որոշման մեջ է։ Ունենք նաև արդեն իսկ ավարտված աշխատանքների վերջին 5%-ի վճարում, մասնավորապես Սպիտակի ոլորանների 7 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, պարոն Խուդայցյան, եթե ես չեմ սխալվում, ձեզ էի ուղարկել կամ գուցե նախկինում պարոն Սանոսյանին եմ ուղարկել, այնտեղ հատվածի մի քանի կտորներում ես իջվածքներ եմ տեսել, այդ հարցերը լուծված են, այսինքն հստակ նայվել է եւ ճանապարհը հստակ վերջնական ընդունվել է։ Այս բանի խնդրահարույց հատվածներ չկան, վճարումից առաջ պարոն վարչապետ։ Նայում ենք, բայց մի հատ լրացուցիչ տեղում կնայենք։ Այսինքն այնտեղ որ եզրային հատվածներում տենց ակնհայտ նկատելի իջվածքներ կային, պետք է հասկանալ դրանք։ 5%-ը վճարելուց առաջ հանձնաժողովը տեղում նորից նայում է բոլոր աշխատանքները։ Շատ լավ։ Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ավտոճանապարհի 1.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը ավարտված է, Էլի Կոտայքի մարզից Նոր Գեղեից դեպի Արգել տանող 10 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը ավարտված է, եւ Լոռու մարզի Լորուտ գնացող ավտոճանապարհի հիմնանորոգում, որը ավարտված է։ Նաեւ մենք ունենք նախահաշվային փաստաթղթերի ֆինանսավորում, մասնավորապես Տավուշի մարզի M6 այրում կայարան ճանապարհի վրա Դեպետ գետի հետ հատման հատվածում քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամրջի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում, Սյունիքի մարզում Ծղուկից դեպի Սառնակունք եւ Սպանդարյան բնակավայրերի տարածքով անցնող 7 ու 47 կիլոմետր հատվածի հիմնանորոգում,
Արմավիրի մարզի Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Էջմիածնի խճուղով դեպի Ակնալիճ եւ Մեծամոր տանող 5 ու 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգում, Մեղրու լեռնանցքով անցնող ավտոճանապարհի 2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Լոռու մարզում Կուրթան Ձորագյուղ 15 ու 2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Ենոքավանի Ջուջևան տանող, ինչի մասին քիչ առաջ խոսում էի, ավտոճանապարհի 65 ու 5 կիլոմետր ավտոճանապարհի հիմնանորոգում, Կոտայքի մարզում դեպի Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 5 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Լոռու մարզի Հ70-ից դեպի Ահնիձոր տանող ավտոճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, Կոտարքի մարզի Զովունի Քանաքեռավան ավտոճանապարհից դեպի Կորեայի ձոր տանող 1.1 կիլոմետր հատվածի հիմնանորոգում եւ Դսեղի կամուրջի հիմնանորոգում, Դսեղի կամուրջը, բայց արդեն հիմնանորոգված է, այստեղ ինչ որ պակասող հատված կա վճարելու եւ այդ են վճարում, հա, ճիշտ է։ Համար են վճարում, պարոն վարչապետ։ Բայց ավարտված է կամուրջը, չէ՞, մենք գնացել տեսել ենք։ Տեղում նայել ենք այդ կամուրջը։ Վերջի այցին Լոռի տեղել ենք։ Այո։ Եվ եւս մի հարց ընդունել ենք չզեկուցվող փաթեթով միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու համար հետևյալ ճանապարհներին. Սևանից դեպի Գավառ տանող 2.5 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգում եւ պարոն Խուդացյան, եթե ինձ հիշողությունս չի դավաճանում, պարոն Սարգսյան, ոնց որ թե Սևանից Գավառ տանող ճանապարհի մենակ այդ հատվածն է, որ մի քիչ թե էլի կան հատվածներ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր նշած աշխատանքները արդեն ասֆալտապատումը արված ավարտված է, դրանից հետո մի որոշ հատվածում ընդամենը երևի մի 500 մետրի վրա փոքր կտորներ կան, փոսալցման աշխատանքներ արված, մնացած ճանապարհը ընդհանուր լավ վիճակում է։ Այսինքն այս արդեն արվածն ենք ֆինանսում։ Մեծ ձեր թույլտվությամբ վերջում զեկուցե ես տարվա իրականացվածի մասով, բայց եթե թույլ կտաք հիմա ասեմ, որ մենք արդեն այս տարի 48 կիլոմետր ճանապարհ ենք ասֆալտապատել, այս տարի ասի 25 թվականին 25 թվականին արդեն 48 կիլոմետր ճանապարհ ենք ասֆալտապատել, մոտավորապես 350-ի մասով ունենք պայմանագրեր կնքված կապալառուների հետ եւ ավելի քան 200-ի մասով այս պայն աշխատանքներն իրականացվում արդեն։ Իսկ միջին նորոգումները կմեկնարկեն ավելի ուշ, դրանք ընթացս ավելի արագ։ Չէ, հիմա ուզում եմ հասկանալ պարոն Սարգսյանի ասած հատված, այս հատվածը։ Սա այս տարի ավարտած հատված է, մի 10 օր առաջ ենք ավարտել, պարոն վարչապետ։ Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակից դեպի Յաղդան 15.7 կիլոմետր հատվածի միջին նորոգում, սա դեռ արված չէր, ես վերջերս անցել եմ այս ճանապարհով։ Օձունից դեպի Արևածագ 14.8 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Էլի Լոռու մարզ, Տավուշի մարզում Պարավաքարից դեպի Վարագավան եւ դեպի Վարագավանքի պատմական հուշարձան 8.27 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Վարագավանից դեպի Բերդ 13.4 կիլոմետր հատվածի միջին նորոգում, էլի Տավուշի մարզ եւ Զառիդափից դեպի Նոր Ազնաբերդ 9.5 կիլոմետր հատվածի միջին նորոգում։ Այսինքն այս միջին նորոգումները այս տարի բոլորը կարվեն կավարտվեն, չէ, եթե ինչպես ասում են, ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես մենք պլանավորել ենք։ Շուտ ենք սկսել այս տարի կընթանա ամենայն հավանական։ Դե հիմա մեր ռիսկը ի՞նչն է, որ ես սենց եմ ասում, ռիսկը սովորաբար լինում է հետեւյալ, որ շինարարի մոտ ինչ որ խնդիրներ չառաջանան կամ էլ հանկարծ նախագծային խնդրեմ չկա, ինչը իհարկե միջին նորոգման դեպքում սովորաբար չի լինում, էս էր ընդհանուր ցանկը հարգելի գործընկերներ, ինչ դիտարկումներ ունենք։ Չկան, ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 16-ը հողամաս ամրացնելու մասին հարցը։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում հողամաս ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է աշտարակ համայնքի օրգով բնակավայրում գտնվող
4 հեկտար մակերեսով հողամասը, որի շուկայական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31.7 միլիոն դրամ, ամրացնել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, ինչու հենց ԿԳՄՍ նախարարությանը եւ ոչ պետգույքին, որովհետեւ ի սկզբանե հողամասը 60 հոդվածի է եւ օտարման ենթակա չի եւ որպես լիազոր մարմին առաջարկում են ԿԳՄՍ-ին ամրացնել, պիտի ասեմ, որ հողամասը Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունվարի 13-ի վճռով աշտարակի համայնքապետի դեմ դատախազության հայցի բավարարումից հետո այս հողամասի աճուրդը կայացել է 2005 թվականին, այդ աճուրդը ճանաչվել է անվավեր եւ դրա հիմքով 2025 թվականի մարտի 14-ին հողամասը արդեն պետական գրանցում է ստացել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, սա ինչ ուղղությունով է, այսինքն պետական շահերի պաշտպանությունով է, համայնքային թե ապօրինի գույքով, համեցիկ։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, նախարարը գրեթե ամբողջությամբ ներկայացրեց կատարված աշխատանքը, ընդամենը ընդգծեմ, որ սա համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է, պարոն վարչապետ։ Նախկին ղեկավարը Ուրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հեկտար մակերեսով հողամասը